Հարգելի պաշտպանական կողմ, ուրեմն միջնորդության ընթացքում նաև ձեր կողմից ներկայացվեց բժշկական հաստատությունից տրված տեղեկանք, քաղված ավելի շուտ։ Տեղեկանք վերաբերում փոքր որդուն վերաբերում, սա զուտ տեսողական բաներին վերաբերում։ Տեսողական, որի հետ կապված տարիներ շարունակ այցելել է երեխան, բարբերաբար բնույթ է դա կրում եւ շարունակաբար պետք է դա կատարվի, ինչ որ իրականացվել է հոր կողմից, քանի որ մայրը ամբողջ օրը զբաղված է, մյուս չափահաս անդամը պատվարժան դատարան ուսանողու է։ Բարի։ Պաշտպանական կողմի մյուս մասնակիցները խնդրում եք ակերտ ցանկանում եք։ Պատվարժան դատարան այնպես է ստացվել, որ պարոն Իսրայելյանի դուստրը ապագա իրավաբան է, ով 2025 թվականի օգոստոս ամսից այս դատական նիստերին բոլոր ներկա է գտնվում։ Անկեղծ եմ ասում, խոսքս ուղղում եմ թե ձեզ պատվարժան դատարան, թե հանրային մեղադրողներին։ Մենք ինչպիսի ապագա իրավաբաններ ենք պատկերացնում, որ կուզենք լինեն։ Կուզենք լինեն այնպիսի իրավաբաններ, որոնք պայմանականորեն խափաման միջոցի վերաբերյալ, եթե ընտրում են քրեաիրավական ուղղվածությունը, խափաման միջոցի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու շրջանակներում անձը բնութագրող տվյալներին ընդհանրապես չանդրադառնան։ Պարոն Իսրայելյանը իսկապես իր անձը բնութագրող տվյալների տեսանկյունից մեծ վաստակ ունեցող է։ Դա կարևոր հանգամանք չի անձի պատշաճ վարքագիծը գնահատելու տեսանկյունից։ Ես հանրային մեղադրողների խոսքում մի բառ անգամ դրա մասին չլսեցի։ Ես բոլորին միայն լավն եմ կամենում պատվարժան դատարան, բայց պայմանականորեն։ Մենք կուզենք, որ ապագա իրավաբանը, ով պայմանականորեն ընտրի դատախազի մասնագիտացում կամ քննիչի, հետո հենց նման ոճով հանդես գա նիստերի դահլիճում։ Անկեղծ։ Կարծում եմ առավել քան հիմնավոր միջնորդությունը ներկայացվեց եւ անձը բնութագրող տվյալների տեսանկյունից նախկինում երբևէ արատավորված չլինելու անձնական ընտանեկան բնույթի մի շարք հանգամանքներ ներկայացվեց պարոն Իսրայելյանի պաշտպանի կողմից։ Ակնհայտորեն ենթակա է բավարարման միջնորդությունը պատվարժան դատարան միանում։ Բարի մյուս պաշտպանական կողմի մյուս մասնակիցները ունեք որևէ բան ասել։ Պատվարժան դատարան ներողություն եմ խնդրում, ձեր թույլտվությամբ ես լքեմ այլ ծանրաբեռնվածություն ունեմ։ Բարի մասնակիցներ դատարան լսելով կողմերի կարծիքը, բարի մասնակիցների կարծիքը որոշեց մեղադրյալ Արման Սամվելի Իսրայելյանի նկատմամբ խափան միջոց ընտրելիս դատարան նշել է միայն մեկին Խոչընդը տրահավանականությունը, իսկը, որը այս պահին նույնպես առկա է, բայց սակայն հաշվի առնելով նա ընտանեկան դրությունը, խնամքին գտնվող անձանց երեխաների առկայությունը, նրանց առողջական վիճակի վերաբերյալ ներկայացած պաշտպանական կողմի տեղեկատվությունը գտնում, որ մեղադրյալի նկատմամբ ավելի մեծ խափան միջոցները կամ դրանց համակցությունը իզորեն ապահովել է մեղադրյալի պատշաճ վարքագիծը, որպեսզի պայմաններում դատարանը որոշեց 2025 թվականի նոյեմբերի 25-ից հետո, այսինքն կալակի ժամկետը երամսյա լեռանալուց հետո մեղադրյալի նկատմամբ որպես խափան միջոց կիրառել տնային կալակ 2 ամիս ժամկետով համակցված բացակայելու արգելք եւ 2 միլիոն դրամի չափով գրավ։ Տնային կալանքը մեղադրյալը պարտավոր է կրել իր բնակության վայրում Երևան քաղաքի Երևան Քոչար փողոց 9 շենք բնականon 81 հասցե, այդ հասցենը չէ ձեր հասցենը 81 հասցեում նշված վայրում տնային կալանքի ժամկետում երամսյա ժամկետում
չի հյուրընկալել այլ անձանց, նրանց հետ շփում չունենալ, չօգտվել նամակցության հեռախոսային արտակցության այլ ձևերից, բնականաբար սահմանափակումները չեն վերաբերվում մեղադրյալի պաշտպանին, մեղադրյալի հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամներին, բժշկական օգնության իրապահ մարմիններ կամ պարտակարգ իրավիճակներում փրկարար ծառայություն կանչելու եւ վերահսկողություն իրականացնող մարմներ կապ հաստատելու դեպքերի։ Իսկ այդպիսիք լինելու դեպքում այդ մասին պետք է տեղեկացնել նաեւ վերահսկողություն իրականացնող մարմին։ Նաեւ մարտավոր եք նաեւ մեղադրյալի նկատմամբ տնային կալանքի նկատմամբ հսկողությունը դրվել է անապրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանման վրա, մեղադրյալի նկատմամբ հսկողությունը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հատուկ էլեկտրոնային միջոցներով, բացակայել է արգելքի մասով սահմանային վերահսկողության լիազոր մարմին բնականաբար որոշման կատարումը կուղարկվի, գրավի մասով 2 միլիոն դրամի չափով Երևան քաղաքի առաջնացյան ընդհանրության քրեական դատարանի համապատասխան դեպոզիտային հաշվին որոշման ստանալուն պես երրորդ ժամկետում կատարեք 2 միլիոն դրամի չափով վճարումը, գրավը եւ այդ մասին բնականաբար համապատասխան ապացույցը կներկայացնեք վարույթ իրականացնող մարմին։ Որոշումը ստանալուն պես այն նաեւ տեղեկացնեմ, որ էլեկտրոնային միջոցներով է իրականացվելու վարչական հսկողության տնային կալանքի ժամանակ հսկողությունը պրոբացիայի ծառայության միջոցով էլեկտրոնային հատուկ միջոցներով է իրականացնելու, որպեսզի դուք պարտավոր եք կրել եւ չփչացնել։ Որոշումը ստանալուն պես այն կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանը ստանալու պես 10 օրյա ժամկետով։